Վերջերս ես հանդիպել եմ մի շատ հետաքրքիր համարժեք բառի, որն է հեքիաթախոս։ Վերջին անգամ Հովհաննես Թումանյանի մոտ եմ հանդիպել, որ կհամաձայնեք շատ գեղեցիկ բառ է։ Հեքիաթախոսը հենց հեքիաթասացն է, այսինքն պատմողը, մարդ, որը պետք է պատմի հեքիաթը։ Հեքիաթասացի կամ հեքիաթախոսի մասին խոսելիս շատ կարևոր է առանձնացնել հետևյալ հարցը՝ հեքիաթասացի սեռը։ Իմ տրամադրության տակ եղած եւ ոչ միայն իմ փաստացի նյութը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ ոչ միայն եվրոպական մշակույթներում, այլև հայկական մշակույթում, ինչ որ չափով մերձավոր արևելյան մշակույթներում, նաեւ ռուսական հեքիաթասացությունը հիմնականում համարվել է կանացի զբաղմունք։